Վալեմ, քաղաքական օրակին է պատրաստում։ Սլեր, այսօր սանի սլեր եմ անելու։ Բարը, գրուպ ջան, ես ուզում եմ գազ տամ, ասեն հոգիս հելելա։ Սաղին ասում եմ, ոչմ գալիս եք մարտական եղբայրություն, գրվեք հերիկա դիվաններին նստեք, եկեք, վсё։ Մենյուն է տալիս ենք ախպեր, ինչ կարանք անեք։ Մի խոսքը ոտ տենց, հեսա վերջացնում գամ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ նոր 2026 թվականից խաղաղության դարաշրջանի կամ եթե ինչ-որ մեկը կուզի իրական խաղաղության, արժանապատիվ խաղաղության, իրապաշտական խաղաղության, էլ ինչ խաղաղություններ որ կան, դրանց բոլորի լուսաբացը ծագում է հայոց երկնակամարում, ծլում է եւ ծաղկում է, իհարկե մեր շուրջ աշխարհը շարունակում է գժվել, հրդեհվել, անկայունանալ, բայց շնորհիվ մեր գերիմաստուն ղեկավարության առաջնորդման մենք կարողանում ենք եւ կարողացել ենք ոչ թե կարողանում ենք, արդեն կարողացել ենք մեր այդ փոքրիկ նավակը այս ալեկոծ ծովում փախցնել դեպի ջայլամի գլուխ, ծոցը կամ նավահանգիստը եւ ինչպես ասում է մեր պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը, մենք գնում ենք դեպի անշրջելի խաղաղություն, անշրջելի, այսինքն հավիտենական։ Եվ այս առիթով ինչ կարող եք անել դուք։ Ես առաջարկում եմ 3 քայլ այս պահին։ Առաջինը լայքել։ Լայքելը դժվար չի, ինչպես ասում է հին հայկական ասացվածքը, լայքելը Աստծոնն է, կամ ինչպես մի ճապոնական հոգու ասում է, մտա YouTube, լայքեցի, թիթեռնիկի թևից էլ թեթև էր։ Նաև գրվել մեր YouTube-ին, մեր Telegram-ին եւ մեր Patreon-ին։ Patreon-ը պարտադիր է, որտեղ գործանողը կարիք ունի որոշակի ռեսուրսի։ Ես կարծում եմ մենք իրավունքը վաստակել ենք, մենք փորձում ենք եւ փորձելու ենք անկախ ամեն ինչից որոշակի ռեգուլարությամբ product տալ, փորձելու ենք եւ փորձում ենք, որ այդ product-ը որակյալ լինի, տարբերվող լինի եւ մենք մշակում ենք ծրագրեր, իրականացնում ենք նախագծեր, ել ավելի շատ կանենք, ել ավելի շատ product կտանք, ել ավելի որակյալ կլինի, եթե գրվեք մեր Patreon-ին։ Ձեզանից ընդհանրապես այդքան բարձ բան։ Երկրորդը գալիս եք մարտական եղբայրություն, լծվում եք գործի։ Ինչ գործեր կան, մենյուն մենք ձեզ տալիս ենք բառից բուն իմաստով, առանց փոխաբերության, թղթի վրա տպած ցանկը, ցուցակը, ինչ գործեր կան անելու։ Ընտրում եք ինչպես եւ ցանկացած մենյու, ըստ ձեր ճաշակի, ըստ ձեր կարողությունների եւ լծում եք գործի։ Որպես բոնուս ստանում եք հաճելի միջավայր, երիտասարդ միջավայր, ոչ ձանձրալի միջավայր։ Եթե դուք հոգնել եք եւ ուզում եք կտրվեք, այս անverջ բողոքող, նվնվացող, այս նյանյանյունյու, այս մենք չենք կարող, մենք թույլ ենք եւ ընդհանրապես այս ձանձրույթից, որը վստահաբար եթե դուք ինքներդ ոչ ձանձրալի մարդ եք, զգում եք, որ շրջապատում է ձեզ այս միջակությունից, եկեք միացեք մեր նավի անձնակազմին, մենք մեր նավը առանձնացրել ենք այդ մթնոլորտից, այստեղ ընդունված չի բողոքել, նվնվալ, ընդունված չի խոսալ թուլությունից սեփական, անկարողությունից, առավել եւս արգելված է հպարտանալ, անկարողությամբ եւ թուլությամբ շեշտել դա, այստեղ լրիվ այլ մթնոլորտ է։ Եկեք եւ ել եմ ասում, որպես բոնուս կստանաք ընկերություն, նաեւ երիտասարդ միջավայր եւ տարբեր մասնագիտությունների տեր ու տարբեր խառնվածքների տեր մարդկանց միջավայր, այստեղ ամենատարեցը երևի ես եմ։ Ես 49 տարեկան եմ, այսինքն այդքան մեծ չեմ, բայց այստեղ ես համարվում եմ համարյա պապի։ Այնպես որ եկեք եւ վայելեք այս մթնոլորտը գործ անելու դիմաց։ Երրորդը գալիս եք եւ գրվում եք ազգային հեղափոխություն կուսակցություն, կտրվում եք դիվաններից, կտրվում եք ձեր շատ կարևոր չեմ ժխտում գործերից, գալիս եք գրվում եք, որովհետեւ քաղաքական կազմակերպություն ստեղծելը միակ ձևն է, միակ տարբերակն է երկրում ինչ որ բան փոխելու։ Ընդ որում մենք ստեղծում ենք, ասել եմ, քաղաքական կազմակերպություն ոչ թե մեկ ընտրական ցիկլի համար, ոչ թե մեկ տարվա համար, մենք ստեղծում ենք տարիների եւ 11-ների համար, եթե դու գալիս եք, միանում եք, նաեւ գնահատվելու եք այստեղ, որտեղ այստեղ ամեն մեկի արած գործը գնահատվում է, ամեն մեկի կարողությունը գնահատվում է, դուք ստանում եք մասնակցություն մեծ գործի, որը հաստատ ձեզ բավարարություն է բերելու, դուք դառնում եք
երկիրը ապագայում առաջնորդող ուժի մաս, ես չեմ ասում վաղվանից առաջնորդող, բայց մոտակա 10-ամյակում առաջնորդող եւ մտնում եք պատմության մեջ եւ ձեզանից դուրս է գալիս, բրցնում եք այդ խարանից, որը հաստատապես այսօր բոլոր մեր ապրողներից վրա ապագան դնելու է, որ սրանք այն մարդիկ էին, այն սերունդներ կամ այն սերունդներն էին, որոնք այս իրավիճակում, այս մարտահրավերների առաջ ոչինչ չկարողացան հակադրել, ոչինչ չկարողացան անել, ոչինչ չկարողացան հորինել, բացի անվերջ ձանձրալի նվնվոցից, բողոքից ու մենք չենք կարողից։ Այսրանից կազատվեք։ Ինձ թվում է քիչ բան չի։ Ընդամենը մի հատ կուսակցության կամ ընդամենը մի հատ կազմակերպության մեջ գրվելու դիմաց։ Իդեպ գրանցման ձևն էլ հեշտացված է, հենց այս հաղորդման մեկնաբանության մեջ տեղադրված է Google ֆորման, որտեղ կարող եք մտնել, լրացնել ձեր տվյալները, որից հետո մենք ձեր հետ կապ կհաստատենք։